Ամեն տարի գարնանը հեռուստասերիալում նորից խառնաշփոթ է։ Մեկ իմանում ենք, որ Լուսին մահացել է, մեկ էլ իմանում ենք, որ չի մահացել, և պահվում է հատուկ հսկողության տակ, հատուկ բաժնում, բայց վիճակը ծանր է և դժվար թե ապրի։ Բայց միևնույն ժամանակ Լուսիի հարազատներին հայտնում են Լուսիի մահվան մասին, բայց քննիչը ասում է, որ չպետք է հրապարակվի Լուսիի մահվան լուրը, քննության համար, և արտաքին էլ քննիչը ասում է, որ Լուսին խոսել է, այսինքն ինչ է ստացվում, որ կամ Լուսին ծանր վիճակում է, կամ արդեն ապաքինվում է, և որպեսզի Լուսին մահափորձի չենթարկվի, դրա համար հայտնեցին Լուսիի մահվան լուրը։ Իսկ ումից են ուզում պաշտպանել Լուսիին՝ արտաքից, թե ինչ-որ երրորդ մեկից, և այդ երրորդ մեկի կասկածներն գնում են Ալիքի վրա։ Նաև տարօրինակ էր այն փաստը, որ Ալիկը երբ խոսում էր 221-րդ սերիայի սկզբնամասում, այն ժամանակ, երբ Ալիքի զրուցակիցը ասաց, որ Լուսին ողջ է, սակայն ծանր է Լուսիի վիճակը և դժվար թե ապրի, Ալիկը խորը շունչ քաշեց, կարծես թե հանգստացավ այդ բառերը լսելով։ Դա թե պատահականություն էր, թե Ալիկը հանգստացավ իմանալով, որ Լուսին չի ապրի, դա կիմանանք դիտելով վերջին սերիաները։ Այսինքն ստացվում է, որ հավանական է, որ Ալիկը կապ ունի Լուսիին մահվան դուռը հասցնելու մեջ։ Եվ եթե դա ճիշտ դուրս գա, սերիալի զարգացումները այլ ընթաց կստանան, այսինքն այդ դեպքում Արտակը կդառնա գործիք, իսկ Արսենը կլինի հաջորդ զոհը։